Buongiorno tutti, կամ ինչպես ասում են բնիկ վենետիկցիները, ciao, նշանակում է եւ բարև եւ հաջող։ Ողջույն, սիրելի հեռուստադիտող, դուք միացել եք Face Control-ին եւ մենք առաջարկում ենք ձեզ հետաքրքիր, յուրօրինակ եւ արկածաշատ ճանապարհորդական երթուղի։ Բարի գալուստ, Վենետիկ, կղմին դրածածկ տանիքներ, գանդոլաներ, ինչպես նաև մշակույթ եւ լիքը առեղծվածներ։ Այս ժամանակահատվածում հյուրանոց գտնելը այնքան էլ հեշտ գործ չի, որովհետեւ Վենետիկը Իտալիայի ամենաթանկ եւ պահանջարկ ունեցող քաղաքներից մեկն է, բայց ընտրությունը մեծ է։ Երկրորդ գիծ, երրորդ գիծ, թող չլինի պալացո, թող չլինի 5 աստղանի հյուրանոց, թող լինի 3 աստղանի հյուրանոց կամ ապարտամենտ։ Մենք այս անգամ առաջարկում ենք բյուջետային հանգիստ հյուրանոց 3 աստղ։ Սանտա Սոֆիա։ Սիրելի հեռուստադիտող, Սանտա Սոֆիան առաջարկում է bed and breakfast, ասել է թե նախաճաշ եւ մահճակալ։ Տեսե, ոչ ավել, ոչ պակաս, 8 ու 4 գործանիշ բուքինգում։ Grazie mille, Laura։ Prego, գնացինք։ Գիտեք, լսել եմ, որ Վենետիկի հյուրանոցները աչքի չեն ընկնում հսկայական տարածությամբ։ Մի քանի քառակուսի, փոքր անշատես, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 մետր երկարությամբ եւ 3 մետր լայնքով տարածության մեջ ունենք երկտեղանոց մահճակալ, ճամփրուկի համար նախատեսված հարմարանք, հայելի, փափուկ կահույք լրագրասեղան պլազմա եւ զգեստապահարան։ Վերջ։ Այսքանն են կարողացել տեղավորեն, բայց ինչն է ինձ դուր գալիս։ Մուրանյան հաղճապակոց ջահ։ Այս լրիվ խոսում է նրա մասին, որ դու Վենետիկում ես։ Ինչպես նաև այս հնաոճ վարագույրները։ Պատուհաններ։ Buongiorno tutti։ Բայց առաջարկում եմ պատուհաններից չօգտվել, որովհետև դրսում սաստիկ շոկ է։ Ես ձեր փոխարեն կօգտվեի կոնդիցիոներից, մանավանդ որ սենյակում արկա է։ Voilà, սանհանգույց։ Օդափոխման համակարգը լույսի հետ միանում է ավտոմատ։ Ես հազիվ եմ տեղավորվում, մոսը ոնց պետք է տեղավորվի։ Միշտ դուռը փակ պետք է պահեք։ Թե չէ, որ ասում եմ, դուռը գալիս է գտին։ Հնարավոր չի, ինչ ճիշտ շատ նեղա տարածքը, բայց մաքրությամբ աչքի ենք ընկնում, ունենք սրբիչներ, մի քանիսն են, խնամքի պարագաներ, վարսահարդարիչ և ջակուզի գծիկ խցիկ։ Մոս, օրինակ դու ինչ որակավորում գտայիր այս լոգախցիկին, ինձնից հետաքրքիր է։ Խցիկ։ Վենետիկյան խցիկ։ Որ իտալական խցիկ։ Այն որ երկրորդ գիծա, այդ լավ է։ Այն որ պետքա քիչ ժամանակ անցկացնես հյուրանոցում, այդ էլ է լավ։ Գիշերելու համար ֆանտաստիկա է։ Գտած, ժողովրդի լեզվով ասած։ Բայց մնալու համար, չգիտեմ, պետքա մտածել։ Իսկ ես չեմ սիրում եթերից ստել։ Բնությունն է ինձ այդպես ստեղծել։ Մոռացա ասեմ, որ Սանտա Սոֆիայում անձնակազմը ջերմ է ու հոգատար, պատրաստ յուրաքանչյուր վայրկյանի օգնելու։ Իսկ այդ շատ կարևոր բան է ճանապարհորդի համար։ Առաջարկում եմ դուրս գալ այս հանգիստներից ու վայելել Վենետիկը։ Սկսվում են մեր արկածները, գնացինք։
Անձամբ ես թռիչքից գոհ եմ։ Ես հյուրանոցային պայմաններից գոհ եմ, բայց դա չի նշանակում, որ ես գոհ եմ իմ ճամփորդական ժամանցից։ Յուրաքանչյուր ճամփորդ եւ տուրիստ պետք է փնտրի ժամանցի հետաքրքիր տարբերակներ։ Ես այդ երջանիկներից մեկն եմ, ով հայտնվել է Վենետիկի հին ձկան շուկայում, բայց ես այստեղ ձուկ չեմ գնելու, ես այստեղ նորաձևության տենդենսներն եմ որսալու։ Մանավանդ, երբ վենետիկյան նորաձևության շաբաթին մասնակցում է ոչ ավել, ոչ պակաս Տերյան մշակույթի կենտրոնը եւ ներկայացնելու է հայկական էլեմենտներով հագուստներ։ Եվ ժամանակակից, եւ հնաոճ, մի խոսքով առաջարկում եմ հետևել ընթացքին։ Լիլիթ Մելիքյան, O perímetro do ar se faz diversamente. Se entra, se senta em 4, se senta em 5, se senta em 10, se senta em 12, se senta no índice. É sempre dessa coisa, ok? Você não precisa explicar também, né? Se senta em 4, se senta em 5, se senta em 10, se senta em 12. É sempre. Միջոցառումը դեռ երկար կշարունակվի, ես այսքանով եզրափակվեմ։ Ինձ թվում է յուրաքանչյուր երկրից Վենետիկ ժամանած տուրիստի հետաքրքիր է իր երկիրը ներկայացնող դիզայների հավաքածուն։ Կոնկրետ ինձ հետաքրքրեց ամենը, բայց դե չեմ կարող չառանձնացնել Լիլիթ Մելիքյանին։ Արևի լուսաբացը դարձել է Վենետիկի ոսկեգույն հայելին ջրերի վրա փայլփլող պատմության, մշակույթի եւ երազանքների քաղաքում։ Այո, մենք Վենետիկում ենք։ Վենետիկը ոչ միայն մշակույթ է, ոչ միայն տուրիստական number 1 քաղաքն է, այլ նաեւ փող, շատ փող եւ այս զանգակատուն բարձրանալու համար ձեզ հարկավոր է առնվազն 50-ից 60 եվրո, որպեսզի ձեր դիմաց բացվի Վենետիկը իր ամբողջ հմայքով։ Ну, այլ կերպ ասած դիտաշտարակ է, բայց face control-ը ճանապարհորդական ուղեցույց է։ Հիմա այդ 60 եվրոն կփոխարինենք 2 եվրոյով։ Ոնց եմ սիրում ինձ, երկուսը մեկում, եւ դիտակետ, եւ գանդոլա, ընդամենը 2 եվրոյով։ Չեք հավատում, գիտեմ, բայց եկեք գնանք։ Սաղ կապացուցեմ step by step։ Քայլ 1, գալիս է 20 մարկոյի հրապարակ ու շարժվում դեպի Grand Canal։ Հաշվեք մանր ու միջին եվրոները, ինչպես նաեւ ցենտերը, եւ շարժվեք։ Մի վատ բան կա, երբ դրա մասին հիշում եմ,
քրտինքը տալիս է գլխիս ու օգնության է հասնում պապիրուսը, մեր հաղորդման գործընկերը մի գանդոլայի մեջ տեղավորվում են 10-ից ավել տուրիստ։ Մենք նրանց շարքում ենք եւ դուք եք լինելու նրանց շարքում։ Իսկ երբ խոսում ենք որակից, այդ սին խոսքեր չեն։ Քրտնածությունը վերացնում են պապիրուսի չոր անձեռոցիկները ու չի փսորվում, ոչ մի հետք չի մնում դեմքիդ վրա, կտորներ տենց մանր, իդեալական ու ակրում է, ու իմ գրպանում ոչ թե մեկն է, ոչ թե երկուսն է, կյանքի յուրաքանչյուր փուլում օգնության են հասնում։ Այս էլ ձգվող հերթերը ճիշտ է, անհատական չի ուղևորությունը, то есть պրիվատ չի, բայց մենակ էլ քեզ չես զգում։ Տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջապատում ընդհանուր ուղևորությունը մոտավորապես 3 րոպե մի քանի վայրկյան, բայց ամեն բան երևում է, պալացոները, նույն Grand Canal-ը, Santa Maria della Salute, այս տաճարի մասին է խոսքը, որտեղ բարձրանալու ենք երկրորդ կամ երրորդ հարկ, այնտեղից էլ բացվում է դիտակետը, տեսնելու ենք ամեն ինչ։ Say բարև։ Barev. Բարև, yes. What is that? Hello. Barev. Բարև. You came from? Mexico. Mexico. In Mexico, hello. Hola. Hola. Hola, español. Like Spanish. Yes. Prego. Ծանոթացանք մեքսիկների հետ։ Անցինք։ Օպա։ Այս էլ խոստացած հրաշքը։ Ինչ մեծ է։ Ահա եւ մեր բազելիկ տաճարի մուտքերից մեկը մի քանի պտույտ ծանոթություն այս պատմամշակութային արժեքի հետ։ Ինչից հետո ինֆորմացիա, մեզ հարկավոր է սա։ Վճարում եք 8 եվրո եւ սանդուղքներով երկրորդ հարկ, իսկ այնտեղից տեսարաններ են բացվում։ Մինչ ես կբարձրանամ վերև ու տեսարանները կտեսնեն իմ աչքերը, առաջարկում եմ այդ նույն տեսարանները վայելեք դրոնի օգնությամբ։ Առայժմ մենք վայելեցինք թշնի թռիչքից Վենետիկը, Կղմինդրյա տանիքները, հիմա ժամանակն է մի փոքր հոգալու ստամոքսի պահանջները։ Եթե ձեր հյուրանոցին կից կա նաև ապարտմենտ, դա նշանակում է, որ սենյակում կան բոլոր հարմարությունները, գազօջախ, ես չգիտեմ, ջուր, սպասք եւ այլն, առաջարկում եմ սուպերմարկետից որոշակի բաներ վերցնել ու պատրաստել համեղ ընթրիք։ Իսկ ես այսօր պատրաստելու եմ համեղ ընթրիք արագի մեջ, քանի որ ունեմ լավ հյուր, հարազատ հյուր։ Պատրաստում ենք հավով խաշլամա, արագ, որակով ու շատ համեղ եմ, որ այս հարցում մեզ օգնելու է Զանգեզուրի թռչնաֆաբրիկան, իր թռչնամսով, մեզ հարկավոր է բանջարեղեն, մեզ հարկավոր է նաև ռեհան, կանաչ։ Վերցնում ենք նախապես կտրատված ու մաքրած կարտոֆիլը, շեր, տավոր, այսպես ներքևի հատվածում
կաթսայի շարում։ Եթե կգտնվեն փոքրիկ sense գաճաճ կարտոֆիլներ, հոգ չէ, sense արանքներում կարող եք տեղավորել։ Հայկականությամբ լցված մի ամբողջ ափսե, ազդրերն են եւ բդիկները, բրոյլեր տեսակի թռչնամիսը կարտոֆիլի վրա, շերտ, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի թարմ, առողջարար, գյուղական թռչնամիսը։ Վերցնում ենք տակդեղ ու գնաց ուզածից չափ։ Buongiorno, սպիտակ սող։ ¿Cómo estáis? Bien, այսենց, առատ, որովհետև մեր հյուրը սիրում է հայկական առատություն։ Հենց այն եվրոպական պիցի է, որ մեծ ափսեների մեջ բերում են, չէ, մի հատ տենց ոլոր, մի քիչ սոուս, մի փոքր լոլիկ մենք ուտում ենք հարով։ Առաջին շերտը համեմում ենք աղով ու շարունակաբար անցում ենք կատարում երկրորդ շերտին։ Կրկին գործընթացը կրկնվում է կարտոֆիլ, թռչնամիս, տակդեղ։ Հայաստանում մենք սովոր ենք կարմիրին խփող ռեհանի, բայց Եվրոպայում այսպիսի կանաչ ռեհաններ են, բաց կանաչ, հենց իրուն երանգա, ունենց էլ անուշ բուրումա, ուզում ես ոտ քաշես։ Մեր հյուրը ավելի նախապատվությունը կտար դաշտային ուրցին, լեռնային, բայց քանի որ Վենետիկում մեր սարերն ու ձորերը չկան, ըստ այդմ չկա նաև լեռնային ուրց։ Վերցնում ենք սերուցքային կարակ, բաժանում ենք այսպես փոքրիկ կտորների ու փորձում ենք խցկել հրասմավայ ճուտող ու տեղավորել այս արանքներում կուլմինացիոն պահը լոլիկ տեսեք ինչ ներդաշնակույններ են արդյունքում ստացանք ստեղծագործություն հիմա հասկացաք որ ես ստեղծագործող եմ խոհանոցում մեկ եւ ջուր Ջանի մենք այս բանը ճակատագրի հեգնանքն է մի անգամ էլ ենք հանդիպել Վենետիկում երկրորդ անգամ ենք հանդիպում Վենետիկում հակառակն է արի համով հոտելը զգում ես Գամլետովն է ես ինքս իմ ձեռքերով այս ձեռքերով չեմ հավատում փորձես հավատալ արի տեղավորվի հեսա կասը տնավարի տղամարդու ձեռքով բայց իրոք չեմ սերվերով կներես քաղցած եմ ինչ ոյսից գեղեցիկ է իրոք դու ես պատրաստ ես որ հավատա չեմ հավատում բայց Հավը արդեն քեզ ծանոթ մեր հաղորդման շրջանակներում մեր գործընկերոջ բրոյլեր տեսակի հավա Զանգեզուրի թռչնաֆաբրիկայից ազդեր թե բդիկ Իմ համար տարբերություն երկուսն բայց անկեղծ գնահատականդ կտաս հա Հանս ջան առիթ չեղավ քեզ շնորհավորելու դրա համար տենց հրավիրեցի այստեղ որպեսզի առանձին նշենք։ Հաս ես ոնց հասկացա, այս նորաձևության շաբաթում քո ներդրած ամագի շնորհիվ ստացար մրցանակ, մի քիչ խոսենք այդ զգացողությունների մասին։ Ոչ միայն այս տարվա աշխատանքները, այլ ընդհանուր։ Բայց դες տարի է ստացել Իմ գործունեության, այո, այս համագործակցության, բացի ընդհանուր դե իմ աշխատանքները Եվրոպայում գտնվելով, այո, ինձ համար դա անակնկալ է, կա մի դրվագ կամ մի մաս, ոնց են ասում, կանանց, ովքեր անցել են դժվարին ճանապարհ ու թողել են որևիցե մի հետք։ Ասում են էմիգրանտ կանայք։ Այո, բայց այս անգամ 17 հոգի էմիգրանտ կանանցից բոլորը լատինական երկրներից են, միայն հայը ես էի։ Դե դրա համար էլ առիթ է, էլի, որ իհարկե ես շատ լավ եմ ինձ զգում դրանով ու առիթից օգտվելով, ասենք դե այս տարի նորաձևության շաբաթին մասնակցում էր դա Հայաստանը, Լիլիթ Մելիքյանը Տերյան մշակութային կենտրոնում մենք դրանով вообще ենք հպարտանում, որովհետև աշխատանքները ինչ որ մենք տեսանք ու բոլորը տեսան, բոլորին շատ դուր եկավ իրենց համար նորություն։ Ես նկատեցի, որ Անտոնյան Լիլիթի հավաքածուից հագուստ էր կրում այդ հայատար թիկնոցը տենց։ Ամբողջովին իհարկե ընթացքում ցուցադրության Անտոնյան եղավ մեր հայատար կիմոնոյով Լիլիթի ստեղծագործական աշխատանքը բոլորը տեսան ու դա Լիլիթը որպես նվեր տվեց Անտոնյային ու
ինձ թվում է ամբողջ տարվա ընթացքում մենք կունենանք մեր Լիլիթի ամեն օր քայլող գովազդ։ Մենք շատ ուրախ ենք, իրոք ես շատ ուրախ եմ, որ կարողանում ենք, ես Իսպանիայից հասա Իտալիա, որ կարողանանք մեր հայկական որից մի մասնիկը Վենետիկում ներկայացնել, իմանալով, որ Վենետիկում շատ հայկական հետքեր կան։ Հպարտությունով եմ դա այդ ամենը, ու ինձ լավ եմ զգում, որ մենք կարողանանք ամենտեղ մեր Հայաստանի անունը բարձր պահենք։ Իսկ ես ուզում եմ Հասմիկին Թորոսյան Գրիգորյան ներկայացնել նոր պաշտոնով արդեն մեր հեռուստադիտողներին, այս էլ առիթ կրկնակի առիթ է, էլի սմբելու ու նշելու Սփյուռքի Սփյուռքի գործերի հանձնակատար Իսպանիայում։ Դե ոնց ասում են գործերին հաջողություն։ Շնորհակալ։ Իսկ մեր հեռուստադիտողներին մաղթենք բարի գիշեր, անուշ երազներ, կհանդիպենք վաղը առավոտյան ու կներկայացնենք հետաքրքիր խճանկար Վենետիկից։ Համեղ է։ Ամեն ինչ իր տեղում։ Տղամարդու մոտ պետք է խառը լինի։ Դրանից հետո պետք է որպեսզի համով լինի։ Դու ես պատրաստելու։ Ես կգամ Իսպանիա պատրաստենք համար։ Ջիգիա։ Չկա։ Առավոտյան 5-ից է 21 կամ 25 րոպե եւ մենք եկել ենք նոր օր դիմավորելու ձեզ հետ միասին։ Յուրաքանչյուրիս կյանքում լինում են տպավորիչ առավոտներ։ Այսօր այդ օրերից մեկն է եւ մենք ուզում ենք ձեզ ներկայացնել նոր օրվա սկիզբ, նոր օրվա ծնունդ, որպեսզի ձեր ճանապարհորդական երթուղին Վենետիկում էլ ավելի ազդեցիկ լինի ու առատ գեղարվեստական գույներով։ Սան Մարկոյի հրապարակից դեպի Grand Canal տանող ճանապարհի վերջնահատվածում ենք, այստեղ գանդոլաների կայանատեղին է, կհանդիպեք շատ լուսանկարիչների, ովքեր եւս մի ակցենտավորում են մտցնում իրենց պորտֆոլիոների մեջ, շեշտադրելով Վենետիկի առավոտները։ Ամենագեղեցիկ այգաբացներին ճայրի ոչ պրոֆեսիոնալ երկերաժշտությամբ ականատես կլինեք հենց այստեղ։ Ու քանի որ նախաճաշին դեռ շատ ժամանակ կա, որոշեցինք օգտվել Ռիո Գրանդեի նորույթից։ Արդեն կարմիր, կանաչ եւ սև ձևավորմամբ այս տարբերվում է դեղինից նրանով, որ կա սերուցք, ժողովրդի լեզվով ասած կաթով սուրճ է։ Բնական հումքից ու ոչ մի քիմիկատ։ Հարցրեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում, իսկ ճամփորդելիս միշտ իմ պայուսակի մեջ ունեմ։ Ասում եմ բարի առավոտ։ Նստի ու վայելի քո սուրճը, ինչպես նաև այս գեղարվեստական գույները։
ականատես լինելով այս մշակութային առավոտներին մեկ-մեկ ինքդ քեզ հարց ես տալիս։ Լավ, ինչի ենք մոռացել էլեմենտար շնորհակալ լինելու նուրբ մշակույթը։ Այս պահերին ես քաջ գիտակցում ու ուզում շնորհակալություն հայտնել Աստծուն, որ դու կաս, որ դու ճանապարհորդում ես, որ դու բացահայտում ես, որ դու ճանաչում ես։ Մեկ-մեկ այնքան պետք է գալիս դա։ Թեկուս սովորական մարդկային հարաբերությունների ժամանակ։ Այդ փոքրիկ նախադասության մեջ այնքան պայծառություն ու բարություն կա, ասելու չի։ Շնորհակալ եմ, որ այսօր, այս պահին ու այս վայրկյանին այստեղ եմ, որ վայելում եմ այս ամենը։ Թթվածնից սկսած։ Ու քանի եկել ենք, սիրով ներկայացնում եմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են Վենետիկում։ Palazzo del Prigioni, բանտերի պալատ։ Ինչու եմ անցում կատարում բանտային թեմատիկային, որովհետև հիմա քայլում ենք հառաչանքի կամրջով։ Ու մենք կամրջում ենք հազարավոր մարդկանց հառաչանքներից գոյացած կամրջով։ Հիմնադրվել է 16-րդ դարի սկզբին, ճարտարապետն է Անտոնիո դա Պոնտե։ Նախ սկսեմ նրանից, որ այս էքսկլյուզիվը, այս բացառիկը, այս կամուրջը տեսնել առանց մարդկանց։ Օրվա որ ժամին գաս, մի խումբ մարդկանց կհանդիպես, մեկը լուսանկարվում է, այն մեկը մեկին խնդրում ասում է ինձ կլուսանկարեք ու սողոսկում ես, որպեսզի տեղ գտնես ու այստեղ լուսանկար ունենաս։ Իսկ որն է ֆենոմենը։ Իհարկե ֆանտաստիկ ճարտարապետությունը։ Ուրեմն բանտերի պալատ բերում էին բանտարկյալներին եւ նրանք այստեղ մնում էին ցմահ։ Երբ մարդիկ իրենց հարազատներին ճանապարհում էին դեպի բանտախուց, վերջին անգամ հառաչում էին այս կամրջի վրա, տեսնելով նրանց ճաղավանդակների ետևում։ Այդտեղից էլ գալիս է անվանումը հառաչանքների կամուրջ։ Շրջանառվող եւս մեկ վարկած բանտարկյալներին, երբ շղթայված շարասյունով բերում էին բանտախուց, այստեղ կանգնում էին ու հնարավորություն ունեին վերջին անգամ տեսնելու այս գեղեցիկ պեյզաժները վենետիկյան։ Հառաչում էին, ֆիքսում էին այս պատկերը, նոր հետո գնում էին իրենց պատիժը կրելու։ Իդեպ դոժերի պալատը բանտերի պալատին միացնող օղակ է հառաչանքի կամուրջը։ Գալուց անպայման լուսանկարվեք։ Բանտերի պալատը ցավոք սրտի կամ ի ուրախություն բոլորիս իր նշանակությամբ էլ չի ծառայում, այսինքն բանտախցերը եւ ամբողջ շինությունը հիմա թանգարան է։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել այդ բանտարկյալների ճակատագիրը, որովհետեւ այդ մի քայլը հասկանում եք մտնել ճաղավանդակ ուրիշ մարդ ու ճաղավանդակներից դուրս գալ լրիվ ուրիշ աշխարհայացքով։ Չնայած որ այստեղ հիմնականում ցմահ ազատազրկմամբ բանտարկյալներ էին։ Այստեղից էլ է շատ գեղեցիկ երևում ճարտարապետական ձեռագիրը, կոմունիկացիա, կամարներ։ Մի պահ պատկերացրեք այս տարբեր հարկերում հազարավոր բանտախցեր ու ընդամենը այսքան լույսի հնարավորություն, Իտո այս դիմացի պատը փակում այդ լույսը։ Ոսի կամարակապ են եղել այդ խցերը։ Հետևությունը այս ամենից մեկն է, սիրելիներս, ապրեք ճիշտ, որովհետև կյանքը շատ կարճ է։ Մի վատնեք ձեր կյանքի լավագույն տարիները այս ճաղավանդակների հակառակ կողմում։ Այլապես դուք էլ այս կամրջի վրայով հառաչելու եք նոր անցնեք։
Շարունակվում է Վենետիկում մեր ճանապարհորդությունը եւ մեր բարևներն ու ողջույնները բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեր հեռուստաալիքին։ Մալտայի օրդենը միջազգայինորեն ճանաչված կաթոլիկ կրոնական եւ մարդասիրական կազմակերպություն է, աշխարհում ամենահներից մեկը։ Հիմա մի փոքր պատմական ակնարկ հիմնադրվել է 11-րդ դարում, սկզբնական շրջանում Երուսաղեմում որպես հիվանդանոցային եղբայրություն ուխտավորներին բուժօգնություն ցույց տալու նպատակով։ Հետո խաչակրաց արշավանքների ժամանակ քրիստոնեությունը պահպանելու եւ պաշտպանելու միջոց էր։ 1309 թվականին օրդենը հաստատվեց Ռոդոս կղզում, հետո տեղափոխվեց Մալտա, ինչից էլ գալիս է Մալտայի օրդեն անվանումը։ Նապոլեոն Բոնապարտը օրդենը դուրս շպրտեց Մալտայից, տեսնելով նրա մեջ վտանգ, բայց դե ոնց ասում են, պահպանվել է մինչ մեր օրերը Մալտայի օրդենը որպես սուվերեն էթնիկ կազմավորում։ Հիմա այս եկեղեցում պարգևատրման արարողակարգ է լինելու ու մենք բացառիկ հնարավորություն ունենք այդ ամենը ձեզ ցուցադրելու։ Ինչ որ գաղտնիություն ու միստիկա կա այս ամենի մեջ, պատմություն նաև մտանք։ Իմ ձեռքերում է թիկնոցը, ուզում եմ խոսել սիմվոլիկայից։ Տեսեք, խաչը պահպանվել է խաչակրաց արշավանքներից, ուսադիրները նույնպես արկա են ու կոճակները։ That's nice. Thank you. Ինչպես ինձ, այնպես էլ ձեզ հետաքրքիր է, արդյոք օրդենի կրողները քրիստոնյաներ են։ Այո, քրիստոնյաներ են։ Դա է պատճառը, որ 12-րդ դարի այս եկեղեցում անցկացվելու է այդ արարողակարգը։ Սկզբնական շրջանում պատարագ, հետո արդեն պարգևատրություն։ Ուրեմն ամբողջ Իտալիայում 150-ից 200 Մալտայի օրդեն կրողներ կան։ Ոչ միայն տղամարդիկ են, կան նաև կանայք։ Այսօր Վենետիկում է անցկացվում այդ արարողությունը, վաղը հնարավոր է Հռոմում անցկացվի, մյուս օրը Նեապոլում։ Շարունակվում է մեր վենետիկյան հեռուստաճամփորդությունը ու մեր դեգերումները նույնպես։ Եթե ցանկանում եք քաղաքը ավելի մոտիկից ճանաչել ու ձեր մեջ տպավորվի Վենետիկի ֆեյսը, ուրեմն անպայման այցելեք թանգարան, որևէ։ Յուրաքանչյուր թանգարանի մոտ կան այսպիսի ինֆորմացիոն բրոշյուրներ։ Վերցրեք ձեզ հետ։ Ընթացքում անպայման պետք կգան։ Համալիրն ունի մի քանի սրահներ, որտեղ ցուցադրված են բացառիկ նմուշներ։ Այս էլ է բացառիկ։ Առաստաղ եմ ասել, է։ Էլ հին հագուստներ, էլ դրոշներ, բանալիներն են հետաքրքիր ու սրտիկները, բայց սրանց նշանակության մասին ինֆորմացիա չունեմ։ Սրահում զարդարված յուրաքանչյուր նկար կամ սիմվոլիկա ունի իր նշանակությունը։ Ինչի մասին ինֆորմացիան զետեղված է այս ստենդի վրա։ Փայտային մշակումները են, որ օրիգինալ է։ Յուրաքանչյուր դետալ երևում է։ Պիքսելները ավելացնելու հարկ չկա։ Լսի մեր հազարաշենի նմանը, մի քանի շերտեր կա, յուրաքանչյուր ունեք հնարավորություն վերցնելու այսպիսի հայելի և ուշադրությամբ հետևելու առաստաղին։ Լավ են մտածել, ինչ խոսք։ Հիշում եք, մենք մի օր առաջ Վենետիկյան նորաձևության ցուցադրության էինք եւ ահա ցուցադրությունից մի քանի նմուշներ գտնվում են
հենց այս թանգարանում։ Ինչու՞, որպեսզի շատ տուրիստներին տեսանելի դարձնենք հայկական զարդանախշերը։ Այս նաև փոխանցվող մշակույթը, հասկանում եք, ու պահպանողները մենք ենք։ Նմանատիպ միջոցառումները զարկ են տալիս ճանաչելիության հայ ազգի նիստուկացի, հայ ազգի տեսակի, հայ ազգի վարվեցողության, ի վերջո հայ ազգի պահպանողականության։ Բարև բոլորին, ես Լիլիթ Մելիքյանն եմ եւ ես ղեկավարում եմ Տերյան մշակութային կենտրոնը։ Ներկայիս պահին ես պետք է գտնվեի Վենետիկի Fashion Week-ին, բայց ցավոք չեմ կարող ներկա լինել, քանի որ ղեկավարում եմ մի կենտրոն, որտեղ ստեղծվում են հրաշքներ եւ ֆիզիկապես չեմ կարող բացակայել Հայաստանից այս պահին։ Տերյան մշակութային կենտրոնը ստեղծում է հավաքածուներ, որոնք պատմում են հայ ազգի պատմության մասին։ Մենք պատմում ենք մեր զարդանախշերի մասին, մեր պատմում ենք մեր անցյալի մասին, մեր պատմում ենք մեր ապագայի մասին, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում դիզայներներս։ Վենետիկի Fashion Week-ը դա մի հնարավորություն է, որտեղ Տերյան մշակութային կենտրոնը կցույց տա իր ճաշակը, հային բնորոշ շնորհը եւ մենք ակնկալում ենք համագործակցություն։ Մենք ներկա ենք այս Վենետիկի Fashion Week-ին, որպեսզի ծանոթանանք նաև մեր գոլեգաների հետ, որոնք ներկա են լինելու Fashion Week-ին։ Կարծում եմ, որ հետաքրքրություն ենք բերելու դեպի մեր երկիրը, մեր ճաշակը, մեր դիզայնը եւ հրավիրելու ենք մեր հետ մասնակցող ազգերին լինել նույնպես Հայաստանում, լինել մեր հյուրը, լինել մեր տարածքֆեստին, մասնակցել մեր կազմակերպված փառատոներին եւ Fashion Week-երին։ Ցանկանում եմ բոլորին գեղեցկություն, սեր եւ խաղաղություն երկրագնդին։ Եվ ես սիրելի հեռուստադիտող ուզում եմ ձեզ ներկայացնել օրվա գլխավոր մեղավորին, այն մարդուն, ով կազմակերպել էր նորաձևության շաբաթը, Անտոնիային շնորհակալություն հայկական դելեգացիայի կողմից եւ փոքրիկ ուշադրություն մեր գործընկերների կողմից։ Thank you. ¿Cómo se dice en armenio? Gracias. Շնորհակալություն։ Merci. Agradezco muchísimo a la comunidad armenia por haber estado este año acá. A Lili, que ha traído un hermoso traje, que ha trabajado muchísimo para poder presentar sus 2 veces su colección, que ha estado maravilloso, ha llamado muchísimo la atención a todos los espectadores que estaban en los 2 desfiles. Estoy contentísima. Al grupo completo de producción que me está trabajando, algo hermoso que viene en camino, donde van a presentar todo el esfuerzo y el trabajo que hemos hecho durante un año para poder llevar este proyecto de verdad a flote y que esos 3-4 días que hemos estado celebrando lo que es Concierto de Moda Internacional de Venecia puede ser una experiencia maravillosa tanto para los espectadores que van a estar viendo lo que están haciendo el equipo de Armenia a nivel audiovisual y también para cada una de las personas que estuvieron aquí, que fue maravilloso. El evento ha estado un año completo trabajado con muchísimo esfuerzo, con mucho apoyo del equipo de producción, que también tengo un equipo maravilloso. Y a través de eso hemos tenido este resultado. Ahora yo dejo al público y a ustedes que me den un feedback de todo lo que han visto en el Concierto de Moda Internacional de Venecia 2025. Thank you so much. Thank you so much. Տուրիստների պակաս Վենետիկը չունի ու նրանց ճամփրուկների գլգլոցների ձայները լսվում են ամեն խաչմերուկին ու ամեն փողոցում։ Իսկ այս փողոցը յուրաքանչյուրիդ համար պետքա լինի պարտադիր այցելվող վայր։ Ուշադրություն դեպի փողոցի ցուցանակը։ Սուրբ Խաչ հայոց։ Մեր նախորդ այցելության ժամանակ ունեցանք բացառիկ հնարավորություն բացելու Սուրբ Խաչ հայոց եկեղեցու դռները, մտանք, ինքներդ տեսակ, բայց մոռացանք խոսել կարևորի մասին։ Մի ամբողջ փողոց հայկական է։ Այս գիտեք ինչի մասին է խոսում։ Այս խոսում է հայի լավ հարևան լինելու մասին։ Այս խոսում է հայի լավ բնավորության մասին, հայի ձեռք մեկնող տեսակի մասին։ Ինչու եմ սա ասում։ Ժամանակին Վենետիկը փրկել են սնանկացումից հայտնի հայ հարուստ վաճառականները ու պատկերացրեք որքան ունեն արած դրած Վենետիկի համար, որ մի ամբողջ փողոց հայկական է։
ու այդ հարուստ վաճառականները բնակվել են հենց այստեղ։ Այս պատշգամբներից իրար բարևել են։ Ու հասկանում եք, չէ՞, եթե հայերը համախմբված բնակվում են մի տարածքում, ուրեմն անպայման պետք է այդ տարածքում լինի սրբավայր, որևէ մատուռ, եկեղեցի, հոգևոր մի անկյուն, եւ ահա այս փողոցի ամենավերջի հատվածում է Սուրբ Խաչ հայոց եկեղեցին։ Այստեղ մուտքը միայն կիրակի օրերին։ Իսկ մենք եկել ենք երկուշաբթի օրը, որովհետև ցանրաբեռնված էր գրաֆիկը նկարահանում էր։ Ու եթե դուք էլ բաց եք թողել հնարավորությունը ու կիրակին փոխարինել եք երկուշաբթին, դռները փակ են, բայց կարող եք տեսնել գմբեթը 6 քայլ դեպի Փարիզ դիմացի 1 2 3 4 5 6 հենվում եք Պարսպին ու տեսնում եք խաչը, գմբեթը։ Այս շոկից ձեր փազատվելու ամենաճիշտ ու լավ տարբերակը այսենց պատերի վրա Արմենիա բառը տեսնելն է։ Մի տեսակ հովանում ես, մի տեսակ զովանում ես, հոգի թեթևանում է։ Բայց եթե հայատար լիներ, вообще ֆանտաստիկայի ժանրից լիներ։ Վենետիկի պաղպաղակը ուրիշ համ ունի, բայց պետք է գտնես ճիշտ տեղ այդ պաղպաղակը համտեսելու։ Ճիշտ տեղում էլ գոյանում են այսպիսի հերթեր։ Մենք այս րոպեներն ու վայրկյանները իրապես չէինք վայելի, եթե չլիներ մեր ավընկերը Գրիշա Մարգարյանը, ում հասնում են մեր բարևներն ու ողջույնները։ Շնորհակալ ենք Գրիշա։ Քիչ մնաց։ Այ մարդ, ասա գնել եք պաղպաղակը, դուրս եկեք, պարտադիր տենց ֆոտոնկարներ պետք է անում։ Իմ հերթն էլ հասա։ Hello, for me pistachio, for cameraman vanilla. Vanilla we don't have. If you want to, we have fior di latte. It's most close to vanilla. Vanil չունենք, մոտ ջան, ընտրի, որը կուզես։ Երջանիկ Տիգրան տեսել եք, պաղպաղակաշատ, քաղցր, այս տիրամիսուն քեզ 3 բաժին պաղպաղակի համար վճարեցինք 6 եվրո 50 ցենտ, մոտավորապես 7 եվրո։ Այս քաղցր ու սառը համով նոտայի վրա մեր հեռուստապրոյեկտը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Իրականում Վենետիկում շատ հետաքրքիր վայրեր կան այցելելու համար, հանգիստը ել ավելի հետաքրքիր պատմական մշակութային գաստրո դարձնելու համար, բայց մենք բավարարվենք այսքանով ու դնենք ստորակետ, նորից վերադառնալու ակնկալիքով, որովհետև Վենետիկը միշտ էլ զարմացրել է ու ես կարծում եմ կզարմացնի։ Փորձենք։ Ֆանտաստիկո։ Հաջողություն։